Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Փաշինյան, դուք եւ ձեր իշխանության ներկայացուցիչները հաճախ եք խոսում հիբրիդային պատերազմի մասին։ Խնդրում եմ կոնկրետ օրինակ բերեք, որն է հիբրիդային պատերազմը, դուք եւ նաեւ ձեր բուսակիցները անդադ ծրագրերը ուղղում եք դեպի Ռուսաստան։ Դուք հաճախ եք լինում վերջի շրջանում անավանդ Ռուսաստանում։ Այդ մասին Վլադիմիր Պուտինին հայտնել եք հիբրիդային պատերազմ ինչու է Հայաստանի դեմ ուղղվում, եթե դուք կարծում եք, որ Ռուսաստանը նման պատերազմ է Հայաստանի դեմ ուղղում եւ ինչ պատասխան եք նրանց տալիս։ Ես կփորձեմ ձեր կոնկրետ հարցին տալ կոնկրետ պատասխան։ Ասում եք, որն է օրինակը հիբրիդային պատերազմի, Կտրիչ Ներսիսյանը հիբրիդային պատերազմի շատ կոնկրետ օրինակ է։ Շնորհակալ եմ։ Բայց ես Ռուսաստանի մասին եմ ասում, դուք Ռուսաստանն եք եղել։ Ես ձեր հարցին պատասխանեցի։ Հաջորդ հարցը Տիգրան Հովակիմյան շան։ Պարոն վարչապետ, TRIP ծրագրի շրջանակում հայ-ամերիկյան վերջին համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ խաղաղության այս ամենը կնպաստի խաղաղության հաստատմանը Ադրբեջանի հետ եւ ինչ եք կարծում մոտակա ինչ ժամկետ կնշեք, նաև հիշեցնեմ, որ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը սեպտեմբերին ասել էր, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիր նախատեսում է ստորագրել 2026-ի առաջին կեսին եւ դրանից հետո Թուրքիան հարաբերությունները կարգավորի Հայաստանի հետ։ Նոր ժամկետի մասին կարող եք խոսել։ Գիտեք, ես մի երկու նրբության վրա ձեր ուշադրությունը հրավիրեմ։ Առաջինը, որ փաստաթղթում եւ գրած է, որ դա կնպաստի խաղաղությանը, եւ գրած է նաեւ, որ խաղաղության ինստիտուցիոնալացումը կնպաստի այս ծրագրի հաջողությանը։ Այսինքն իրենք իրականում որոշակի փոխկապակցվածություն էլ կա, եւ մենք աշխատում ենք, ելի պիտի ասեմ, ամենօրյա, որպեսզի խաղաղության ինստիտուցիոնալացման ուղղված հետագա քայլերը հնարավորինս շուտ տեղի ունենան։ Քանի դեռ տեղի չեն ունեցել, ուրեմն դեռ աշխատելու տեղ կա եւ մենք շարունակում ենք աշխատել։ Իմ դիրքորոշումները գիտեք, ես կարծում եմ, որ այո, ինչքան շուտ ստորագրվի, ամեն դեպս ես օբյեկտիվ խոչընդոտ չեմ տեսնում եւ մենք այս թեմայով կոնսուլտացիաները պիտի շարունակենք նաեւ Ադրբեջանի հետ։